Նալբանդյանն է և ՀՖՖ պատվիրակը Միհրան Ներսեսյանը։ Գրոհում է Ալաշկերտը, վտանգավոր է և չի ավարտվել։ Էդգար Փիլոյան, Փիլոյանը գնդակը կախում է կենտրոն և վտանգավոր։ Այսպես առաջ գալով Ալաշկերտը կարող է նաև թիկունքում տարածություններ տալ Արարատի ֆուտբոլիստերին, վտանգավոր է հիմա Ouattara, փոխանցեց, մոտեցավ Տուգարան հրապարակին Ալաշկերտի ֆուտբոլիստը, Նալբանդյան, վտանգավոր է և փրկում է դարպասապահ, չի հասնում կենտրոնական արձակվողի, հիմա էլ աջ եզրով է գրում Ալաշկերտը, վտանգավորը և ինչպես ամրանը տեղափոխվել։ Աջ եզրով է առաջ շարժվում հիմա Ալաշկերտը և 11 մետրանոց հարված։ Չեղքեցին պաշտպանություն։ Այո, հաստատեց 11 մետրանոց, բայց այդ 11 մելու հաստատված է Նալբանդյան, Իսյանը։ Ֆարայոլա, Տուգարան հրապարակում է Ֆարայոլան, լավն է փոխանցումը Նալբանդյան։ Մետրանոցը վաստակել էր մասում։ Ռոշալ և խաղում Ազոնգոն, գնդակն ուղարկեց ձախ եզր, գրում է Արարատը, վտանգավորը և փրկեց դարպասապահը։ Դրություն չէր եղել, նորից գրում են ձախ եզրով։ Սա շանս էր, բայց ինչ կաղարկեցին Նալբանդյանը որոշեց այլ տարբերակ ընտրել, վտանգավոր է և փրկեց դարպասապահը։ Պես առաջին անգամ մենք Արարատին տեսնում ենք գրեթե ամբողջ կազմով Ալաշկերտի կիսադաշտում, վտանգավոր է։ Կարելի էր գրավել դարպասը, բայց հիմա եկավ ձախ եզր, ասումուն գնաց աջ եզրում խաղալու Հակոբ Հակոբյան, երկար առաջընթաց էր և 2-0 է դառնում հաշիվը։ Եվս մեկ անգամ Մալիք Բերտեին շրջանցեց, նույն ձախ պաշտպանը թերացավ Ֆարայոլա, երկար պայեց Ֆարայոլան, բայց գնդակը նորից մնում է Արարատի մոտ։ Ֆարայոլա 3-0։ Կարապետյանը առաջին հանդիպումն է անցկացնում Հայաստանի պրեմիեր լիգայում Ալաշկերտի համար, Աղբալյանը դեռ սպասում է, իսկ հիմա բարդ րոպեներ են և կարող փոփոխություն է կատարում, Վայե Գևորգյանը ծափահարություններով ճանապարհում են, Կարերչին գրողն է գուցե կազմակերպում Ալաշկերտը, իսկ Մաղթեսյանը թույլ չի տալիս անգամ այս